Շնորհակալություն Տիկին Դիլբարյան, կազմակերպիչներ, այս կարևորագույն քննարկման, պարոն Գասպարյան, Սարգսյան, Արամ Գասպարի, ասեմ նախ, որ շատ կարևորագույն հարց է քննարկվում, որ միշտ արդիական է, այսինքն այս հարցի քննարկման արդիականությունը բացարձակ կասկած չի հարուցում, միշտ երբ էլ քննարկենք։ Հիմա առաջի կարևորագույն խնդիրը ես կարծում եմ այն է, որ այստեղ խոսք գնաց ազգային անվտանգության ռազմավարության մասին, պարոն Զաքարյանը տեղին շեշտադրումներ արեց, բայց ես կարծում եմ, որ մենք քիչ առաջ խոսում էինք ցանկացած ռազմավարություն, եթե այդ ռազմավարության հիմնական դրույթների իրականացման համար չկա եւ չի գործում պատասխանատվության ինստիտուտ, ուրեմն դա իրենից ըստ էության շատ հեղեղուկ մի բան է ներկայացնում, այսինքն դու կարես 6 ամիսը մի տարի մեկ փոխես, ես էլ եմ զանոթացել 20 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության հետ, որը այսօրվա վիճակի հետ որևէ կապ չունի։ Դրանք այնտեղ նաև ազգային արժեքներ են արձանագրված, պրեամբուլայում այն ինչ որ ընդհանրապես ինքնության հետ է կապված, Արցախի հետ է կապված եւ այլն, հայոց լեզվի հետ է կապված եւ այլն։ Հիմա սա առաջին, այսինքն մեր առաջարկը է, առաջարկ Հայաստանի կարևորագույն առաջարկներից մեկը, որ անպայման այս ռազմավարությունը եւ այլ ռազմավարություններ պետք է ունենան իրավական կարգավորում, կատարման կամ չկատարման, այսինքն պատասխանատվության ինստիտուտ։ Եթե մենք սա համադրում ենք ընդհանրապես կառավարությունների հնգամյա ծրագրերի իրականացման հետ, նրա կատարման չկատարման խնդիրը դրվում է անվստահություն ազգային ժողովում կամ 5 տարի հետո ընտրությունների միջոցով։ Ռազմավարությունները ըստ էության գիտեն ովքեր որ տիրապետում են, իրանք պետք է դառնան կառավարության ծրագրերի մաս, հետո այդ ռազմավարության առանձին դրույթներ մաս պետք է դառնա եւ մտնի հնգամյա եւ տարեկան ծրագրերի մեջ։ Ցավոք սրտի դա չկա։ Սա մեկ, այսինքն ինստիտուտ կարգավորումների մասով։ Երկրորդը բովանդակային։ Տեսեք ինչի մասին է խոսքը։ Մենք շատերը ասում են, որ այս իրավիճակում այնպես պետք է անենք, որ արագ փոփոխող աշխարհում եւ շատ մոտակա մեր երկրներում այն ռազմական լարված իրավիճակները, կոնֆլիկտները որ կան, մենք չդառնանք պոլիգոն կամ հարթակ աշխարհի ուժեղագույն կենտրոնների կամ խոշոր տերությունների համար։ Այսինքն Հայաստանում չկա բանաձևի կամ այդ կոնֆլիկտը մեր Հայաստանի տարածքում լինի, այսինքն ընդունենք Արևմուտք, Ռուսաստան, չգիտեմ Չինաստան, Միացյալ Նահանգներ, այսինքն Հայաստանը զերծ պետք է մնա, որ իր տարածքը դառնա այդ կոնֆլիկտների պոլիգոն, հարթակ։ Հակառակը պետք է ազատագրել Հայաստանը, վարելով համապատասխան քաղաքականություն, եւ սրանից բխում է երրորդը, որպես առաջարկ, որ այն բնական դաշնակիցը կամ դաշնակիցները, որ մենք ունենք, այդ բնական դաշնակիցների հետ շատ պետք է խնամքով, այսպես ասած, վարվել, շատ պետք է նուրբ վարվել։ Չեմ ասում մենք հարցեր չունենանք նրանց հետ, այդ հարցերը միշտ պետք է լինի, եւ մենք գիտենք ինչի մասին է խոսքը, բայց նրանց հետ այդ հարաբերությունների որակը պետք է կարողանալ պահպանել։ Հարաբերությունների որակ, վերջի քանի տարում այդ հարաբերությունների որակը ինչ էր եւ ինչա դառել, եւ մենք տեսնում ենք, որ այս կամ այն կերպ ասենք մի հռետորաբանությունը տեղում ուրիշ է եւ ֆրգնում են հանդիպումների ժամանակ հենց ինչի է վերածվում դա, այսինքն սա շատ նրբորեն պետք է վերաբերվել, դրա համար արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական հարցերի քննարկման ժամանակ ըստ երևույթին այս հարցերը ավելի մանրամասն կքննարկվեն։ Հիմա քանի որ մեր տիրույթում ընդունված է, որ ընդհանրապես ասում են այս ինչ գործիչը տնտեսակ է, դա այն ինչը քաղաքական գործիչ է, ես դեմ եմ տես բաների։ Իսկ գործում այդ սահմանը գրեթե ճշտվել է։ Այո, բոլորը համ քաղաքականությամբ են զբաղվում, համ տնտեսությամբ են զբաղվում։ Հիմա մենք մի քիչ շարժվենք առաջ այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ մեր դիմակայունության պահպանումը կամ հզորացումը Հայաստանի պետքա չափելի լինի։ Հենց նրանց բարեր չպետք է ասենք, որ մենք պետք է մեր դիմադրողականությունը զարգացնենք, դրա համար մեզ պետքա միայն ժողովրդավարություն եւ այլն։ Հիմա ասենք կարող է շատ ավտորիտար երկրում էլ դիմակայունությունը ուժեղը լինի, սա ուրիշ հարց է։ Կարող է տենց բան լինի, չեմ ուզում ասեմ, օրինակ Հյուսիսային Կորեայում եւ այլն։ Բայց մի ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Եկեք մի հատ չափելի նայենք, էլի Հայաստանի տեղը, դերը ու չափը այս երկրում եւ տարածաշրջանում։ Ես ուղղակի մի քանի թվեր կհնչեցնեմ, որպեսզի ցած չափելի հասկանանք։ Տեսեք, այսօրվա աշխարհի համախառն ներքին արդյունքը էապես մեծացել է 117 տրիլիոն դոլար։ Մի ժամանակ 3 տարի առաջ 80 տրիլիոն, 117 տրիլիոն։ Առաջի տեղում Միացյալ Նահանգներն է 30 տրիլիոն։ Երկրորդ տեղում Չինաստանն է 19.5 տրիլիոն։ Երրորդ տեղում Գերմանիան է 5 տրիլիոն։
4-րդ, 5-րդ տեղերը բաժանում են Հնդկաստան, Ճապոնիա, արդեն 4 տրիլիոն։ Եվ տենց գնում է։ Հիմա ինչի համար եմ ասում, Ռուսաստան 2.5 տրիլիոն ընդամենը։ Հիմա ինչի համար եմ ասում, բերեք մի հատ Հայաստանը, մի հատ բերենք, ասես տեղաբաշխենք, տեղակայենք իր տարածաշրջանում, մենք ինչ տնտեսական անվտանգության եւ դիմադրողականության խնդիր կարող ենք դրել մեր հզորությամբ։ Թուրքիա ուրեմն 1.5 տրիլիոն համախառնել արժ։ Իրան 337 միլիարդ, Ադրբեջան 87 միլիարդ, Վրաստան 37 միլիարդ եւ Հայաստան 27 միլիարդ, 27 միլիարդ։ Հիմա ես չեմ ասում, թե այդ ծավալը պարտադիր պայման է, որ քո դիմադրողականությունը կամ անվտանգությունը ինչ-որ շատ մեծ լինի, միջին լինի կամ փոքր, չէ, որտեղ ասենք, եթե վերցնենք Ռուսաստանին 2.5 տրիլիոնով, ինքը իր ամբողջ արսենալով, միջուկային, չգիտեմ, արեշնիկով եւ այլ շատ հզոր է իր ռեսուրսներով։ Հիմա Հայաստանը այդ դեպքում իր այս վիճակում ինչ խնդիր պետք է դնի եւ ոնց պետք է լուծի։ Եկեք մի հատ նայենք այս վերջի 3 տարում, հատկապես պատերազմից հետո 44 օրյա, ինչ է կատարվել մեր ռազմական բազայի, ուրեմն այսպես հարստացման կամ համալրման համար։ Թվերը բավականին բաց աղբյուրներից եմ ես վերցրել, առաջինը ես խոսելու եմ տեղական արտադրանքի, ռազմական արտադրանքի մասին։ Վերջի 3 տարում մենք տեղական արտադրողներին պատվեր ենք տվել 420 միլիոն դոլարի։ Շատ է, թե քիչ է։ Որ տոկոսն է մեր պոտենցիալի 15-ից 18%-ը։ Մեր ռազմական գնումների, ինչպես պարոն Զաքարյանը ասեց, որ չենք կարող ամեն օր sense փոխենք ստեղից ընդ 15-17%-ն է 420 միլիոն դոլարը վերջի 3 տարվա մեջ։ Էներց պարազինություն, այո։ Հիմա մենք գնանք առաջ, վերցնենք 26 թվի պետական բյուջեի մեր պաշտպանական ծախսերի մակարդակ, ընդհանուր անվտանգային պաշտպանական։ 25 թվի 662 միլիարդ էր, 100 միլիարդով իջեցրին, այսինքն 15-15.5%-ով իջացրինք մեր պաշտպանական ծախսերը եւ տակը դու պետքա դնես փաստար, հարցադրում, այս որ իջացրել եմ, այս իջեցված թվով ես կարողանում եմ այդ դիմակայունությունը բարձրացնեմ, տակի փաստարկի հիմնական այսպես տողատակեին է, որ մենք գնում ենք խաղաղության։ Բայց ով չգիտի, որ խաղաղության գնալու հիմնական այսպես ապացույցը դա միշտ պատրաստ լինել պատերազմին, չէ՞։ Դրա համար միշտ դու պետք է պատրաստ լինես պատերազմին, հավանական պատերազմին։ Եվ այս առումով, երբ որ մենք ասում ենք, որ այսպես սլակները չուղղել, որ աշխարհի հզոր կենտրոնները այնպես չլինի, որ արևմուտքը Հայաստանը կարողանա օգտագործի Ռուսաստանի դեմ որոշակի քայլեր անելու մեկ, եւ Միացյալ Նահանգները չօգտագործի Հայաստանի դիրքը տեղը Իրանի դեմ, այսինքն այս երկու մարտահրավերները ես կարծում եմ մեր կարևորագույն ուրեմն անվտանգային խնդիրները լուծելու հարցերից մեկն է, որ դեպի Իրան եւ դեպի Ռուսաստան, որտեղ նա բնական դաշնակից է մեզ համար, չեմ ուզում տարբեր թվեր ասեմ, թե եթե ինչ-որ լծակներ օգտագործի, կարող է դա իմաստի մոդայել չի, որ ասենք, թե չգիտեմ գազը սենց ենք ստանում, մեր արտաքին շուկաները ամբողջապես ընդեղ են տեղաբաշխված ռուսական շուկայում, սա պարզ է, այսինքն ինքը կարա, մենք հիշում ենք, թե 2008 թվականին, երբ որ ռուս այդ օսական վրացական պատերազմի ժամանակ 2008 թվին ընդամենը 6 թե 7 օր տևեց, բենզին չկար Հայաստանում, եթե կհիշեք, բենզին չկար ընդհանուր Հայաստանում, ճանապարհ, լավ, եւ ելնելով այս ամեն ինչից մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է լուծենք մեր տնտեսական հզորացման խնդիրը, օրինակ sense էլի չասեմ ռետորական հարց եմ տալի, ընդունենք մեր համախառն ներքին արդյունքը ոչ թե ելներ 27 միլիարդ, այլ ելներ 127 միլիարդ։ Մեր դիմակայունությունը էապես բարձրանալու էր, թե էլի մենք լինելու ենք, անելու ենք այն, ինչ որ հիմա անում ենք։ Սա քննարկելու հարց է։ Նայած քո տնտեսության կառուցվածքը ինչպիսին է, այսօր մենք եկել ենք նրան, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքի 62%-ը առևտուրն ու ծառայություններն են, որտեղ ավելյալ արժեք չի ստեղծում։ Ուղղակի փողը աշխատում, փողը ոնց որ ասում են պտտվում է Հայաստանում, մեծ ծավալի փողեր է գնում, բայց ինքը ուրեմն հավելյալ ռեալ արդյունք չի ստեղծվում։ Մեր այսօրվա ուրեմն ռեալ սեկտորը, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, վերամշակող արդյունաբերությունը իջել է 8%-ի։ Սա ամենացածր կետն է եղել Հայաստանի տնտեսական պատմության մեջ, չէ՞ պատմություն էլ կա տնտեսական, որ այնտեղ որտեղ որ դու պետք է զարգանաս եւ հզորությունը պետք է մեծացնես, այսօր իջել է ընդամենը 8%-ի։ Եվ հաջորդ խնդիրը, որպեսզի ես ամփոփեմ, միգուցե նաեւ հարցեր լինեն, դա արտագաղթի խնդիրն է։ Արտագաղթը
գոյաբանական անվտանգության, գոյեթունաբանական անվտանգության կարևորագույն լուրջ խնդիրն է։ Մենք չգիտենք, թե Հայաստանում այսօր ռեալ ինչքան մարդ է ապրում։ Չգիտեմ, այդ թիվը պարզ չի, չգիտենք մենք է։ Համար վաղուց չի եղել պաշտոնական թիվը պարզ այլ բան է, եւ այս առումով կարծում եմ ամեն կերպ, որպեսզի արտագաղթը կանխվի, պետք է ռեալ պայմաններ ստացվի մարդու արարելու, գործելու եւ ապրելու համար բարենպաստ միջավայր։ Սրանից բխող իր բոլոր բաներով։ Երևի շատ չընդլայնեմ, այսքանը դերևս։